Շատ լավ։ Տեսնենք այսօր կարտերն ինչ կասեն։ Ես կփորձեմ ավելի բարձր խոսել, հուսով եմ դա կօգնի, բայց ես էլ եմ ասում, առաջարկում եմ գոնե մի քիչ ձեր սարքերի ձայները բարձրացնեք, որտեվ վերջին երկու վիդեոն ես փորձում եի ավելի բարձր, ես մի քիչ տենց բարձրախոս չեմ, ճիշտ ասած, իմ համար շատ դժվար է։ Ինձ թվում է թե ես գոռում եմ։ Բայց ես կփորձեմ բարձր խոսել, մինչև սարքը կգա եւ հուսով եմ ձայնի հարցը կլուծվի։ Այսօր էլի կարտերը կբաժանեմ 4 խմբի։ Կգտնեմ եւ կնոջը եւ տղամարդուն։ Տղամարդկանց համար էլ կասեմ որոշ բաներ։ Տղանանց համար էլ, ես որքան հասկանում եմ տղամարդիկ էլ են նայում վիդեոները։ Եկեք խտրականություն չանենք։ Այստեղ է կինը, այստեղ տղամարդուն գտա, սա կնի տղամարդկանց մասին, սա էլ կինը, շատ լավ, եկեք առաջինը կանանց նայեմ հարգելի տղամարդիկ, հույսով չեք նեղվի, Կինը ամենավերջում է ընկել, այսինքն կինը նայում է առաջ, իսկ ես առջևում առայժմ ոչինչ չեմ տեսնում, շատ հետաքրքիր է, բայց դերպես էլ է լինում, տեսնում եմ առաջին կարտերը անպամած, տեսնում եմ ինչ-որ ցանկություններ է ունեցել աղջիկը, դե բնականաբար բոլորս էլ ինչ-որ ցանկություններ, երազանքներ, նպատակներ ունենք, բայց ամպեր են եղել կախվածից ցանկությունների, երազանքների վրա, այնպես ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել, բայց փոխվել է, հետո ամեն ինչ փոխվել է, լրիվ տրանսֆորմացիայի է ենթարկվել եւ իրականում դուրս է եկել ամպերը ցրվել են, դուրս է եկել արև։ Ես տեսնում եմ սա իր անցյալը, ինչ է եղել։ Ես կարող եմ ասել, որ անձնական կյանքում էլ ինչ-որ հաճելի հանդիպումներ եղել են, հաճելի ինչ-որ ես տղամարդու կերպար բացարձակ չեմ տեսնում անկեղծ ասած, բայց ինչ-որ երջանիկ պահեր, ինչ-որ հաջողություններ էլի եղել են, աղջիկը նաև շատ կիրթ աղջիկ է, սովորել է, հավանաբար կրթություն է ստացել, շատ ասող խոսող զրուցող աղջիկ է, զրուցասեր, այսպես ասեմ, որտեղ տեսնում եմ թռչունների կարտը, այո, բամբասկոտ չեմ ասի, որտեղ ես բավականին լավ կերպար եմ տեսնում, ավելի շուտ աղջիկը սիրում է կարդալ, սովորել, նաև ինչու չէ ինքնակրթվել, շատ այսպես երևի հաջող ընտանիքից, շատ հաջող երիտասարդություն եւ պատանեկություն է ունեցել։ Իսկ վերջին կարտը տեսնում եմ բանալին եւ տեսնում եմ աղջիկը նայում է դեպի առաջ, հետաքրքիր է։ Այս բոլորը կարծես շատ լավ է, միակ բանը, որ կարող եմ ասել, այս բոլորը շատ լավ է, անցյալում աղջիկը ոչ մի խնդիր չի ունեցել, թերևս լավ մանկություն, լավ պատանեկություն ունեցել է, կրթություն ստացել է, ընտանիքում իրեն սիրում են, շատ լավ է զգում իրեն, բայց ինքը ինչ-որ նոր ուղի, նոր բանալի է իրեն պետք, ըստ երևույթին, նայում է առաջ, իսկ առաջը անհայտ է, որտեղ ես ոչ մի կարտ չտեսա, ես կփորձեմ մի քանի կարտ հանել, փորձել տեսնել իրականում ինչ է սպասվում, կարող եմ ասել, որ շատ առողջ հոգեդեմարդ եթե հաջողակյանք է ունեցել մինչև հիմա, ես չեմ կարող ասել ինչ տարիքում է, եթե կրթություն ստացել է, ուրեմն գոնե 25-26 տարեկան կլինի, եթե ոչ 30-ի մոտ, ես կարող եմ ասել աղջիկը ուղղակի այս լավ ճանապարհն անցել է, բայց նայում է առաջ, դե բնականաբար երևի ուզում է նաև ինչ-որ անձնական կյանքում ինչ-որ մի բան, ինչ-որ նորություն, ինչ-որ փոփոխություն, հետաքրքրություն, բայց թերևս առայժմ ոչինչ չի կատարվում իր անձնական կյանքում, հետաքրքիր է, այսինքն երևի դրա համար էլ առաջ է նայում, սովորել է, լավ է, մինչև հիմա ճանապարհը, որ անցել է, բավականին լուսավոր, գեղեցիկ, հետաքրքիր, իսկ առջևում, գիտեք, եթե քանի որ առջևում ոչինչ չեմ տեսնում, առաջին տպավորությունս այն է, որ
ինքը չգիտի էլ թե ուր է ուզում գնալ, այդպես լինում է, չէ՞, մեր հայ իրականության մեջ նույն հիմա ժամանակները փոխվել են ավելի, բայց ասենք ծնվում մեծանում ես տանը գիտես, աղջիկ ես, ասում են դե դպրոցը պետք է վերջացնես, ինստիտուտը ավարտես, աշխատես, հետո ամուսնանաս, ունենաս ընտանիք, երեխաներ, դրանց այն կողմ արդեն ոչ մեկ խորհուրդ չի տալիս։ Թերևս աղջիկը ամեն ինչ արել է, ինչ որ իրեն ասել է, ինչ ճանապարհ որ կյանքում հայտնի էր, հա, հասել է միտեղ, որտեղ էլ չգիտի ուր գնա։ Հիմա արդեն պետք է մտածել անձնականի մասին, բայց ես տեսնում եմ, որ ինքը իրականում շատ էլ մտամոլոր է։ Բայց անձնականի մեջ ոնց որ հասկանում եմ փորձ չունի։ Այո, ես այստեղ տեսնում եմ մենակ աղջիկ, էլի աղջիկն ընկավ։ Ես դերտուն իր անձնական կյանքն էլ իրեն հուզում է։ Լավ, տեսնենք ինչ դուրս կգա։ Հետաքրքիր է, բայց այս պահի դրությամբ շատ անորոշ վիճակ է։ Ոչ մի կարճ դուրս չեկավ։ Ինքը չգիտի ինչ է ուզում, չգիտի ինչ անել, կամ ուղղակի փորձ չունի, շատ հետաքրքիր է։ Տեսնում եմ աշտարակ, տեսնում եմ նամակ, հետո ընտրության հարցը եւ էլի բանալի։ Դե աշտարակը կարող եմ ասել, որ այո, ինչպես արդեն ասեցի, մյուս կարտերը նայելով, աղջիկը եկել է հասել է ինչ որ հաջողությունների, միգուցե աշխատանքում, միգուցե ինչ որ մի թեթև կարիերայել կառուցել է շատ մեծ, չեմ տեսնում տարիքով, բայց ասենք դե նաեւ ինչ որ կարիերա կոնկրետ մասնագիտություն կարող եմ ասել, որ ունի։ Կարող է ինչ որ գրելու հետ կապված լինի նաեւ մասնագիտությունը։ Կարող է ինչ որ չեմ կարող ասել, հաշվապահություն, լրագրող, դժվարանում եմ, ես կդժվարանամ այսպես կոնկրետ ասել մասնագիտությունը, բայց ինչ որ գրելու հետ շատ կապված է իր աշխատանքը։ Եվ նաեւ հիմա ինքը ընտրության առաջ է կանգնած եւ բանալի է փնտրում, թե կյանքը ուր շարունակի, ինչպես շարունակի։ Լավ։ Ես այստեղ տեսնում եմ էլի թրջում, էլի խոսակցություններ, ընդամենը խոսակցություններ։ Ոչ մի տղամարդու կարճ չի ընկնում այս աղջիկա վրա, ինչ հետաքրքիր է, միգուցե շատ երիտասարդ է, դեռ 23-24 տարեկան։ Լավ, եկեք այսպես տամ հարցը, ինչ է ուզում աղջիկը, այդ որ նայում է ճանապարհը, ինչ է ուզում։ Ասպետ է ուզում ձիու վրա։ Սրանից լավ պատասխան։ Աղջիկը երևի երազանքներով է դա, սեր է ուզում է ասպետը ձիու վրա։ Երևի մեր աղջկան պետք է տեղյակ պահել, որ ասպետներ ձիու վրա էլ չկան։ Այսպես երկնքում սավառնել։ Աղջիկը, այո, սեր է ուզում, ես այդպես կարող եմ ասել։ Ուղղակի շատ այսպես երազանքների մեջ ընկած աղջիկ է։ Շատ ռոմանտիկ, շատ այսպես երևի շատ երիտասարդ է, կյանքի փորձ չունի, դրա համար այսպես ասպետի վրա ներողություն, ասպետի վրա ձիու։ Ձիու վրա ասպետ է սպասում եւ սեր, երջանկություն, շատ նորմալ, շատ առողջ ցանկություններ են։ Բայց ուզելը քիչ է։ Ուզելը շատ քիչ է։ Տեսնենք էլ ինչ կարող են կարտերն ասել։ Հասկացանք աղջիկն ինչ է ուզում։ Կտեսնում եմ գիրքը ինչ է նշանակում այս դեպքում, այսինքն ինքը մի քիչ երևի, գիտեք, հիմա տարօրինակ կարող եմ ասել, մի քիչ ինֆորմացիա գիտելիք տիկին տղամարդ հարաբերություններից, բայց իրականում ես կարծում եմ դա շատ մեծ խնդրեմ է։ Ինչպես օրինակ պետք է կյանքը դասավորես, ուզում ես տղամարդ լինի կյանքում եւ ինչպես, ինչ պիտի անես։ Իսկ ինֆորմացիան եւ գիտելիքը ես չեմ կարող ասել, ժամանակները փոխվել են։ Դա փորձեմ որպես տարիքով ավելի հասուն կին ինչ խորհուրդ կտամ երիտասարդ աղջկան։ Ես առհասարակ կողմնակից եմ գիրք կարդալուն, բայց հիմիկվա ժամանակակից, չգիտեմ, կոմերցիոն գրքերը մի կարդացեք, որոնք գրում են ինչ-որ դուք ուզում եք կարդալ։ Ավելի շուտ կարդացեք 5 կլասիկ գրքերը։ Ես Ալեքսանդր Դյումաս շատ էի սիրում։ Գրքեր, որտեղ կան մարդկային հարաբերությունների մասին պատմող, այսպես ասեմ, պատմություններ։
Միգուցե այդպես երազանքներով չի կարելի, բայց միևնույն ժամանակ նաև ձեզ ինֆորմացիա պետք է այսօր իրականում ինչ է կատարում։ Ձեզ կյանքի փորձ է պետք է, այդպես կարող եմ ասել։ Միայն գիրք կարդալով բնականաբար ձեր կյանքը չի դասավորվելու։ Այո, տեսեք, նորից ընկել է այս անգամ էլ անցած մի անգամ եմ այսպես տեսել։ Ընկել է խոշորացույց եւ խոշորացույցի մեջ եթե տեսնում եք կին ու տղամարդ են։ Այո, կին ու տղամարդ հարաբերություններին կարծես ձեզ պետք է ավելի մոտիկից, իսկ ինչը նշանակում է մոտիկից ծանոթանալ կին տղամարդ հարաբերություններին, պետք է ուղղակի սկսել շփվել մարդկանց հետ։ Իսկ ինչպես շփվել մարդկանց հետ։ Ես հեշտ ասում եմ, բայց ինչ է իրականում նշանակում դա երիտասարդների համար։ Ես տեսնում եմ այգի, պուրակ։ Պետք է գնալ այնպիսի վայրեր, ժամանցի վայրեր, որտեղ կան երիտասարդներ։ Ես անձնապես խորհուրդ չեմ տալիս գնալ գիշերային ակումբներ եւ այլն, չէ, ես մի քիչ ավելի երևի հին մարդ եմ եւ ավելի մի տեսակ այլ բարոյական արժեքների տեր եմ։ Դա համար ես նման խորհուրդներ չեմ կարող տալ։ Գնացեք այնպիսի ժամանցի վայրեր, որ ձեզ հետաքրքիր է, որպեսզի ձեզ նման տղաներ գտնեք։ Եթե սիրում եք ցուցահանդես արվեստ, գնացեք արվեստ եք սիրում, գնացեք ցուցահանդես, եթե սիրում եք համերգ թատրոն, գնացեք համերգ թատրոն, բայց ինչքան շատ գնաք նման վայրեր, այնքան ավելի շատ հնարավորություններ կստանան, ջրհորն եմ տեսնում, այսինքն ավելի շատ պետք է ավելի, այսպես ասեմ, եւ հաջորդը տուն եմ տեսնում, պետք է տնից շատ դուրս գալ, պետք է գնալ ժամանցի վայրեր, պետք է ավելի լրջացնել ձեր, չեմ կարող ասել որոնումները, պետք է տնից դուրս գալ, շփվել մարդկանց հետ, ավելի շատ շփվել, այո, կարող եմ ասել, նոր կապեր հաստատել, բայց ճիշտ վայրերում, տեսեք նորից եմ ասում։ Դուք ձեր ուզած երիտասարդին կգտնեք միայն ճիշտ վայրերում, բարերում, ռեստորաններում դժվար թե գտնեք տղամարդ, որը կուզենա լուրջ մարդկային հարաբերություններ ստեղծել, որտեղ տեսնում եմ Լիլիաները լավ են եւ այսպես ասեմ, միգուցե ինչ որ տարեց հասուն մի կնոջ խորհուրդ էլ կարող եք հարցնել, որն ամուսնացած է, նորից եմ ասել, հարցրեք այնպիսի կնոջ խորհուրդ, որը ոչ միայն տարեց է, ձեզնից մեծ է եւ կյանքի փորձ ունի, այլև լավ է, եւ գոհ է իր կյանքից։ Շատ քիչ կանայք կան, չէ՞, մեր տատերը որ ասում էին ապրեցի կյանքից բան չհասկացա, էլ ինչ կա խորհուրդ կարող է տատը տալ ձեզ, կամ ձեր մայրը, եթե իր կյանքը ճիշտ չի դասավորվել, այնպիսի մի խելամիտ իմաստուն կնոջից տարեց խորհուրդ հարցրեք, որն իրականում կյանքի փորձ ունի եւ ինքը իրականում գոհ է իր կյանքից։ Կարող է ասել, որ ես հետաքրքիր կյանք եմ ապրել։ Եվ կարող եմ միգուցե ձեզ խորհուրդ տալ։ Նստելով երազելով ոչինչ չի։ Ես խորհուրդ կտամ ուղղակի տնից շատ դուրս գալ եւ գնալ հետաքրքիր վայրեր, որ ձեզ հետաքրքիր են, որպեսզի այնտեղ հույսով կլինեն երիտասարդները, որոնք կգան այդ նույն վայրերը, որ դուք եք գնում, ուրեմն իրենք ունեն նույն հետաքրքրասիրությունները, չէ՞, նույն հետաքրքրությունները եւ կարող եք գտնել ձեզ նման երիտասարդի, ինչը ես ձեզ սրտանց կամենում եմ, որ գտնեք ձեր ձիու վրայի ասպետին։ Այժմ նայենք ինչ կասեմ կարծրել տղամարդու մասին։ Ոյ։ Այդ տղամարդուն մի քիչ այլ կերպ եմ տեսնում։ Տեսնեմ տղամարդու նայում եմ այժմ անցյալը, տեսնում եմ այստեղ 7, ղարի 7 և սրտի 7, նամակ և ծառ։ Դրանից հետո անմիջապես տեսնում եմ լիլիաները։ Ես կարող եմ, կասեմ ինչ-որ ծառերից տեսնում եմ, ընտանիքում ես տեսնում եմ տղամարդ, և իմաստուն, մեծ տարիքով տղամարդ, սա կարող է ձեր հայրը, եթե դուք շատ երիտասարդ եք, միգուցե նաև ձեր պապը, բայց կարող է ավելի շատ հոր կերպար լինել, որից դուք շատ բան եք սովորել, որին շատ հարգում եք, շատ այսպես, շատ բարի լավ մարդ է, շատ իմաստուն, հասուն, տարիքով մարդ է ձեր ընտանիքում, և դուք շատ կապված եք ստերեոթին իր հետ։ Նամակը ինչի հետ կարող է կապված լինել նամակը։ Միգուցե օտար երկրում ունեք ինչ-որ մարդիկ, որոնց հետ անդադ կապի մեջ եք, որովհետև մարդիկ հեռու են և լուրը դրսից է գալիս, հնարավոր է։ Ընտանիքում ձեզ մոտ կա տղամարդ, հայր, որը շատ լավ մարդ է կապված եք, չեմ ասում մայր չկա, բայց ես այստեղ միայն հոր կարտն եմ տեսնում, և դրսի հետ կապ ունեք, որովհետև անդադ նամակագրություն եմ տեսնում։
Դուք շատ ստաբիլ կայուն կյանքով եք ապրում, բայց առանձնապես կայուն չի նշանակում լավ։ Չէ, եթե մարդու կյանքը այսպես առանձնապես տեղից չի շարժվում, որտեղ ես այստեղ կանայք, անձնական հարաբերություններ չեմ տեսնում։ Ես չեմ կարծում, որ սա ամուսնացած մարդ է, կարող է երևի թե սա մարդ է, որ ամուսնացած չէ, միայնակ տղամարդ է եւ ապրում է առայժմ հոր հետ կամ ընտանիքի հետ միասին։ Դրա համար կայուն է կյանքը, ոչ մի առանձնապես, չգիտեմ, խնդիրներ չեմ տեսնում, բայց առանձնապես երջանկություններ չեմ տեսնում, մեծ ակտիվություններ կյանքում չեմ տեսնում։ Դրանից անմիջապես հետո տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ սար։ Բայց անմիջապես դրանից հետո տեսնում եմ տղամարդում։ Տղամարդը ավելի մտամոլոր է, որովհետև չունի աշխատանք եւ չի կարողանում աշխատանքի տեղավորվել։ Ըստ էության սա դեռ անցյալում է, այո, այսպես կարող եմ ասել, բայց իր ներկայի վրա էլ ազդում է։ Ինչ աշխատանքի խնդիրներ ունեցել, կամ լավ աշխատանք ունեցել է, կորցրել է, կամ պարզապես մշտապես ինքը աշխատանք գտնելու հետ խնդիր ունի։ Խաչը շատ բարդ կարտ է եւ շատ ճակատագրական։ Չեմ կարող ասել, ինքը իր խելքից է աշխատանքը կորցնում, թե սխալ տեղ է աշխատանք փնտրում, թե ծույլ է չի ուզում աշխատել, ես անկեղծորեն չեմ կարող ասել, սա իր կերպարի հետ կապ ունի, թե չունի, ինքը կիմանա այն մարդը, այդ տղամարդը, որ դիտում է այս վիդեոն։ Բայց ելի եմ ասում, ինչ որ չի ստացվում, ինչքան աշխատանք գտնում է, կամ չի ստացվում, կամ շուտ դուրս է գալիս, կամ իրան են հեռացնում աշխատանքից, կամ պարզապես վերջերս աշխատանքը կորցրել է եւ շատ ծանր է տանում, բայց այս պահի դրությամբ ես տեսնում եմ մարդը աշխատանքի հետ կապված խնդիրներ ունի։ Իսկ տղամարդուց հետո առաջ ես տեսնում եմ մատանի, ինքը ուզում է ամուսնանալ։ Ինքը ուզում է ամուսնանալ եւ ընտանիք կազմել։ Իսկ ես անմիջապես մատանու կողքը տեսնում եմ կին։ Եվ այն էլ տեսնում եմ օծ կին։ Գիտեք, կինը այս օծը հատկապես կարող է լինել շատ իմաստուն, կարող է լինել նաեւ վատ կին։ Օծը կարող է, չէ, թունավորել ձեր կյանքը եւ կարող է նաեւ պարզապես լինել իմաստուն։ Իմաստուն կին կարող է լինել ձեր քույրը, ամուսնացած, խաչի դաման այդպես կարող է լինել, կարող է ես մայր կերպար ճիշտ ասած անկեղծորեն չեմ տեսնում, ես այդ մայր չեմ տեսնում։ Միգուցե կա ինչ-որ կին, ասենք ձեզից տարիքով մեծ քույր ունեք ամուսնացած եւ ձեզ կին է ուզում փնտրել, ուզում է ձեզ ամուսնացնել։ Բավականին իմաստուն եւ կյանքի փորձ ունեցող կին է եւ ուզում է ձեզ օգնած լինել։ Ես այդպես եմ ճիշտ ասած տեսնում։ Փորձենք օգնող կարտեր վերցնել, տեսնենք էլ ինչ կարող եմ տեսնել։ Մի տեսակ այսպես շատ տեսնում եմ ոչ շատ ինքնական տղամարդու, այսինքն չեմ տեսնում գործողություններ, աշխատանք չի կարողանում գտնել, անհաջողություն է, ուզում է ամուսնանալ, բայց ինչ է անում այդ ուղղությամբ։ Քույրն ուզում է իր համար ընկերուհի կամ կյանքի ընկեր գտնել, դե լավ է, քույր է, ուզում է օգնել, բայց տղամարդը միգուցե ինքն էլ ինչ-որ բան իր կողմից ձեռնարկի, այ ես ինչ-որ դա չեմ տեսնում։ Նստել է թախտին, սպասում է բախտին։ Ինչ տարօրինակ զույգ էին այսօր, աղջիկը սպասում է ասպետը պետք է գա, տղամարդը սպասում է քույրը իր կյանքը դասավորի։ Այո, ինչ որ աշխուժություն, տեսնում եք։ Ինչ որ աշխուժությունը պետք, ընկերը լաբիրինթոսի մեջ դուրս չի գալիս այս մարդը։ Խճճվել է ինքը, չգիտե ինչ անի, տեսեք էլի տեսնում եմ տղամարդ, սա էլ տղամարդ է, ուզում է իրականում սեր, ռոմանտիզմ։ Ունի ընկերներ, ես կարող եմ ասել, որ ընկերներ ունի, ինքը այդպես մենակ, շատ իզոլացված մեկը չէ, բայց ինքն էլ, այո, այսպես փնտրում է, խոշորացույցով փնտրում է, կյանքի ընկեր է ուզում։ Սա էլ հայրը, այո, հոր հետ է ապրում եւ փորձում են ընտանիքով բանալին էր հաջորդը, փորձում են բանալի գտնել, որպեսզի կարողանա կամուրջն անցնել։ Կամուրջը կյանքի այսպեսի անցած մի շրջանից ուզում եք մյուսն անցնել։ Այո, ինքը ուզում է ամուսնանալ, ուզում է ընտանիք կազմել։ Կամուրջի այս կողմն է, ուզում է ասել փոփոխություն է ուզում իր կյանքում։ Լավ, այսպես շատ մի քիչ տխուր է ստացվում էր երիտասարդ տղամարդ։ Դե շատ երիտասարդ տղամարդ չեմ տեսնում, ուղղակի այսպես շատ գլուխը կախ, շատ հնազանդ, շատ խելոք խելացի նկատի չունեմ իմիջիալոց։ Այդպես էլ է լինում, ոչինչ, պես էլ է լինում։ Տեսնենք, ինչ խորհուրդ կարող են կարտերը տալ, ինչ պետք է
անի երիտասարդը։ Երեքն եմ տեսնում բաժակների։ Երիտասարդին մի քիչ պետք է զվարճանալ։ Բարես բուն իմաստը։ Տեսեք, աղջկան ցույց տվեց ժամանցի վայրեր, տղային մի քիչ պետք է զվարճանալ, մի քիչ շատ ինչ որ դին, շատ խելոք, շատ հանգիստ տղա է, մի քիչ աշխուժություն է պետք։ Պետք է զվարճանալ աղջիկների տղաների հետ։ Ինքը ուղղակի նստած եմ ասում, ասում ես նստած թախտին սպասում է բախտին, այդպիսի իրավիճակ եմ տեսնում։ Լավ, շատ լավ։ Ես հիմա կասեմ ինչ եմ տեսնում, որտեղ շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Առաջինը տեսա, ասեցի ինչ է տղային պետք, հիշում եք հարցը այդպես տվեցի։ Ես այստեղ տեսնում եմ, ես բավականին երիտասարդ է, ես այդպես եմ տեսնում, միջին տարիքի երևի չի էլ հասել։ Իրեն պետք է մի քիչ զվարճանալ, բարես բուն իմաստով։ Այն ինքը կգնա գիշերային ակումբներ ուշ կգնա, տղային կարող եմ այդ խորհուրդը տալ, աղջկան չեմ կարող, ես էլ եմ ասում, ես մի քիչ այլ արժեքներով եմ ապրում, հին մարդ եմ, տղամարդուն ամեն ինչ էլ երևի կարելի է այսօրվա դրությամբ, մի քիչ իրեն պետք է պես զվարթանալ, որտեղ ինքը թվում է, գիտեք, մի քիչ էս նստել է, չի կարողանում ընտրություն կատարել, ասում է, չէ, նստել թախտին սպասում է բախտին։ Իսկ այստեղ տեսնում եմ Հերոֆանտին եկեղեցականին, ասինքն միգուցե այս մարդը շատ աստվածավախ, շատ հավատացյալ մարդ է, շատ վախեր ունի։ Բա որ անեմ, բա որ չստացվի, բա որ մերժվեմ, բա որ աշխատանքի նորից չընդունեն, բա որ աշխատանքից հանեն։ Շատ այսպես աստվածավախ մարդ է, շատ զգուշավոր, շատ կասկածամիտ։ Եվ տեսեք, ինչ առաջարկում են, չի ցանկանում։ Ոչինչ առաջարկություններ լինում են, չգիտեմ, ընկերներն են առաջարկում, արի գնանք էս անենք, ինքը ոչինչ չի ուզում անել, ինչ առաջարկում է չի համաձայնվում։ Միգուցե հույսը Աստծո վրա է դրել, չեմ կարող ասել այդպես, բայց իրեն մի քիչ զվարճանալ տնից դուրս գալ է պետք։ Ես այստեղ կարտերի, տեսեք, ստվերում տեսնում եմ աշտարակը, տեսնում եք, աշտարակը քանդվում է, քարոքանդ է լինում։ Այո, այն կարծրատիպերը, որ ունի մեր երիտասարդը, այսպես պետք է քանդել, հիմնովին պետք է քանդել։ Ինչի որ դուք հավատացել եք, ես դե չեմ ասում լիարժեք այսպես ամեն ինչ, ուղղակի ձեր կյանքում ոչինչ չի շարժվում։ Դուք ինչի որ հավատում եք, որ չգիտեմ, Աստված մանանա պիտի ձեր գլխին գցի կամ իրեն բախտը կգա ձեր դուրը ծեծի։ Ես այդպիսի բան ճիշտ ասած չեմ տեսնում, հակառակը տեսնում եմ, որ դուք այդպես մի 50 տարի էլ կապրեք, կյանքից ոչինչ չեք հասկանա եւ ոչ մեկ ձեր դուրը չի ծեծելու։ Մանանա հաստատ չի լինելու։ Ես կարող եմ ասել, որ դուք պետք է հիմնովի փոխեք ձեր մտածելակերպը, ձեր կյանքի մոտեցումը, ձեր նկատմամբ մոտեցումը եւ ընտրեք ձեզ համար նոր ճանապարհ, ընտրություն այս երեքը, որ դուք չգիտեք, պետք է իրականում ընտրություն կատարել։ Պետք է ընտրություն կատարել եւ պետք է հավատալ, ոչ թե հավատալ, որ մանանա ենք գնելու, այլ հավատալ, որ դուք պիտի գնաք, պիտի փնտրեք ու դուք ինքներդ պետք է գտնեք եւ դուք պետք է ինքներդ ընտրություն կատարեք։ Պետք է հիմնովի փոխեք ձեր մտածելակերպը։ Ինչ որ դուք մինչեւ հիմա անում եք, ինչի որ հավատում եք եւ ոչինչ չէիք անում, անկեղծ ասած, չի աշխատում եւ չի աշխատելու մոտակա ապագայում։ Ձեզ իրականում պետք է մի հատ աշխուժանալ իրականում։ Ինչի ես սրտանց կամենում եմ ձեզ։ Այսօր այսքանը։